Բոլոր տանիքներն էլ կատման, այս տուն չկա, որ տանիքները նորմալ լինի, բոլոր տանիքներն էլ կատում է։ Ընտրություն, գալիս են, սուտ խոստումներ տալիս գնում։ Այդպես էլ մեր խնդիրները մնում է անլուծելի։ 2 տարի առաջ կարկուտը երբ եկավ, լրիվ տները կարելի է ասած, որ ամենքի մի հատ սենյակում մի 5 հատ վաննա կարտիրեց։ Նկարում են, կամեն այսօր ասում են, լավ, եսա մի քանի օր հետո մարդ կուղարկեք կյանքը տեսնան։ Մարդը լա կյանք տեսնում, այդ մարդը կամ եկած կամ չեկած, ինչ տարբերություն։ Համայնքը այդքան ռեսուրս չունի, որ միանգամից բոլոր խնդիրները կարող են լուծվել, որտանում տարիներ առաջ 30-40 խնդիր էին ներկայացնում մեր բնակիչները, այս պայդրությամբ ընդամենը 3-4 խնդիր է մնացել, որ պետք է լուծվի, առաջիկայում կվերանորոգվի գյուղապետարանը, վարչական շենքը, այս պայդրությամբ գոյություն ունեցող Բարձրավանի շենքի ավարտից հետո այնտեղ սկսենք վերանորոգումը, հաջորդ փուլով տանիքները կվերանորոգվեն բազմաբնականան շենքերի եւ ընդհանուր շենքերը կապիտալ կվերանորոգվեն, քանի որ ինքը սահմանամերձ է եւ մենք նույնպես կարծում ենք, որ դա այո համայնքապետարանը կառավարության հետ սուբվենցիայով պետք է դա լուծի։ Ոչ հայփոստ ունի, ոչ գյուղապետարան ունի, ինչ որ թաղում լինելու դեպքում չի կարում տեղավորի տանի գերեզման լրիվ պետք է ուրիշ գյուղերից, քաղաքներից բերի, աման չաման եւ այլն։ Որ կարա ժողովրդին ճանապարհի կամ ոչ մի բան չունի, գոնե տարի մի լավ բան անեն գյուղի համար, մենք գոհ կլինենք, գոնե տարի մի բան։ Զալը կա չի աշխատում, փոստը կա չի աշխատում, նորմալ գյուղապետարանը կա նորմալ չի աշխատում, ոչ թե չի աշխատում, տեղ չունեն ժողովրդին աշխատելու։ Զալը ունենք, սեղանները կա, աման-չամանը չացել է, աթե ամեն ինչ ժամանակի իրան լիմիտը բացել է, տենց ասեմ։ Ինի պետք է վերանորոգել։ Մեկ ասում եք չունեք, պետք է վերանորոգել։ Գյուղապետարանն, փոշտավե ժողովուրդ ասում են ուրախչան զալն է, վերանորոգման կարիք ունի, ասում չեք չունենք։ Ունենք, բայց վերանորոգման կարիք ունի։ Ինչ վերաբերում է հանդիսությունների սրահին, այս պայդրությամբ առաջիկայում գոնե մենք չենք պլանավորում, որովհետև համայնքը այդ ծավալով բոլոր 9 գյուղերում եւ Գորիս համայնքում այդքան մեծ ծավալով չի կարող շինարարություն անել։ Այս պայդրությամբ մի քանի միլիարդի սուբվենցիա ունենք միայն եւ միջազգային գործընկերների հետ ունենք, մոտ 3 միլիարդի հենց այս պայդրությամբ աշխատանք կատարվում։ Այսինքն դա կմնա հաջորդիվ, ես կարծում եմ, որ այս պայն առաջնահերթությունը պետք է տրվի վարչական շենքի վերանորոգմանը եւ բազմաբնական շենքերի վերանորոգմանը։ Ես ոռոգումը բրծալ ենք, բայց դե խմելի ջուրը եկող ամսի 10-ին նոր շլանջած մնալ է։